Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armen Karamyan. Ռաունդ առաջին, հայկական ֆուտբոլային ակումբների հեռանկարները Եվրագավաթներում, Նոա և Փյունիկ։ Եվրագավաթային ամառը մեկնարկում է, վիճակականությունը կայացավ և հայտնի են հայկական թիմերի բոլոր մրցակիցները առաջին և երկրորդ փուլում։ Ինչ տեղի կունենա, դժվար է ասել, որովհետև ժամանակակից ֆուտբոլում թիմերը բավականին մոտեցել են իրար և հեշտ մրցակիցներ որպես այդպիսին չկան։ Նոան Հայաստանի չեմպիոնը մրցելու է Չեռնոգորիայի չեմպիոն Բուդուչնոստի հետ, իսկ Փյունիկը բավականին հարմար մրցակից է ստացել, Սան Մարինոյի ներկայացուցիչն է և տեսնենք, թե մեր թիմերը կարողանան հեռու գնալ թե ոչ։ Նոայի դեպքում շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի գործող չեմպիոնն ու գավաթակիրը կարողանա հաղթահարել որակավորման առաջին փուլի արգելքը, հետագայում ավելի հեռու գնալու նպատակով։ Իսկ Փյունիկը բավականին մեծ փորձ ունի, վերջին տարիներին կարողանում է շատ հեռու գնալ, տեսնենք այս տարի ինչպես կդասավորվեն իրադարձությունները։ Ողջույն Էդվարդ։ Ողջույն Արմեն, երևի այո, առաջին ռաունդում այս երկու թիմերի մասին խոսենք, Նոայի եւ Փյունիկի, ու սկսենք Չեմպիոնների լիգայի խաղարկությունից։ Իրոք կարևոր է, որ Նոան առաջին փուլը հաղթարի, որովհետեւ այդ դեպքում ճանապարհը ավելի երկար կարող է ստացվել։ Դրա համար պետք է որպեսզի վիճակականությունը լավ լիներ եւ ված չէ, եթե անկեղծ ես գնահատում եմ հավանական 4 մրցակիցներից երևի ամենահարմարը բաժին հասավ Նոային, վիճելի ինչ որ բաներ կարող են լինել, բայց Բուդուչնոստի արգելքը հաղթահարել Նոան չեմ ասի պարտավոր է, որովհետև պատճառներ ինչու կարող է խնդիր առաջանալ, ես նախորդ ժամանակ ասացի, բայց ամեն դեպքում պետք է հաղթահարել ու հետո եթե պարտություն լինի, արդեն գոնե Եվրոպա լիգայի ինչ-որ մասին էլ կմասնակցի։ Հետո ներ գիտենք ով է լինելու, դա էլ է կարևոր հունգարական Ֆերենցվարոշը, այո, Ֆերենցվարոշը դե հիմա չեմ ուզում իրական շատ առաջանցնել, բայց ունեմ մի այսպիսի զգացողություն, որ Նոան կարող է ավելի բարդությունների հանդիպել, ավելի շատ խնդիրների հանդիպել առաջին փուլում, որովհետև խաղում է ոչ ավելի թույլի տեսանկյունից, խաղում է ինչ որտեղ ֆավորիտի տեսանկյունից եւ դա կարող է խնդիր առաջացնել։ Իսկ Ֆերենցվարոշի հետ հետո եթե առաջաստված անցնենք եւ խաղանք Ֆերենցվարոշի հետ, այստեղ կորցնելու երևի ոչինչ չի ունենա, ավելի ազատ կխաղա Նոան եւ կարող է ավելի լավ արդյունք գրանցել, քան միգուցե ակնկալվում։ Կորցնելու ոչինչ չունենա, մի փոքր երևի ճակերտներ պետք է դնենք, որովհետեւ ամեն դեպքում նպատակները, որոնք կան այս պահին Նոայում, ճիշտ է նրանք ուզում են Չեմպիոնների լիգայի փուլ հասնել, բայց դա կարծում եմ այս պահին լինեմ շատ քիչ է հավանական, բայց Եվրոպա լիգայի խմբային այնպես որ մենք էլ ենք ուզում, բայց պետք է իրատեսական նայել ամեն ինչին, մենք Եվրոպա լիգայի խմբային լիգայի փուլ հասնելը կարծում եմ լրիվ իրատեսական է, իսկ դրա համար ապահովագրելու համար Եվրոպա լիգայի փուլը պետք է հաղթել նաև Ֆերենցվարոշի։ Հավակնությունները շատ լավ են, իհարկե պետք է լինեն, բայց ես չեմ կարծում որ մենք այս պահին Հունգարիայի չեմպիոնի հետ դիմակայություն կարող ենք ֆավորիտի կարգել։ Իսկ Հունաստանի այգին եթե կարողանում ենք հաղթել, ճիշտ է, շատ մեծ դժվարություններով ինչու չեն կարող հաղթել։ Դե ես այսօրվա դրությամբ չէի համեմատի հունական եւ հունգարական ակումբային ֆուտբոլները, որովհետեւ հունական ակումբները շատ ավելի ուժեղ էին, օրինակ 10 տարի առաջ, 15 տարի առաջ, հիմա հունգարական ակումբները Բայց ահռելի տարբերություն չկա կարծում եմ։ Ահռելի իհարկե չկա։ Այնպես որ իրատեսական է, քանի որ Նոան էլ է ուժեղացել։ Նախ Բուդուչնոստի մասին ինչով կարող է բացի նախորդ անգամ քննարկած թեմաներից ինչ խնդիրներ կարող է Նոան ունենալ, բացի մարզչի ինտեգրումից եւ այլն, դե ավանդաբար ասում ենք բալկանյան թիմերը խաղաոճով անհարմար են մեզ համար, բայց սա երևի այդ դեպքը չէ, որովհետեւ ակումբ է, մեր հավաքականը չէ եւ շատ լեգիոնականներ կան Նոայում եւ նրանք նման խնդրի չպետք է որ հանդիպեն։ Եվ նախորդ տարի մենք տեսանք, որ Եվրագավաթային խաղերում Նոան գրեթե հայ ֆուտբոլիստի չի օգտագործում, այս տարի մի փոքր այլ է, Հովհաննես Համբարձումյանը
այն ժամանակ վնասվածքներ էր անդած տանում, ամբողջովին պատրաստ չէր, այս տարի պատրաստ է, նա երևի թե անփոխարինելի կլինի, նաև Սերգեյ Մուրադյանին սկսեց ավելի շատ օգտագործել։ Վստահ չէի ասի իդեպ հաշվի առնելով հավաքականում վերջին հանդիպումները։ Դե ինձ թվում է Համբարձումյանը ոչ թե ինձ է թվում, այդպես էր իրականում, որ շատ ծանր մրցաշրջան էր ունեցել եւ ֆիզիկապես արդեն իրեն լավ չէր զգում։ Համբարձումյանին այնտեղ օգտագործեցին երևի թե ծայրահեղությունից ելնելով այստեղ բավականին երկար ժամանակ հանգստացել։ Սերգեյ Մուրադյանը չի ստանա։ Խոսեցի նրա մասին, ասացի նաև երևի թե Սերգեյ Մուրադյանը դե դա շանանթად վնասվածքներ նոր է վերականգնվում եւ չգիտեմ պատրաստ կլինի թե ոչ, բայց մեկտարկային կազմի խաղացող կարծում եմ առաջիկա խաղերում չի լինի։ Եվ Գորմանվելյան։ Այո, Գորմանվելյան այնքան է ուժեղացնում նոան այդ հատվածը, որ դա էլ միանշանակ չէ, կարող է Մավելյանը չօգտագործել։ Անցած տարվա Եվրագավաթային այդ ճանապարհորդության ժամանակ Գորմանվելյանը իրեն դրսևորեց լավագույն կողմերով, դարձավ Հայաստանի հավաքականի հիմնական խաղացող ու հիմնականներից մեկը լավ։ Բայց ինչ կլինի այս տարի արդեն նաև մարզչի փոփոխությունը պետք է դեր խաղա, որովհետև ում են տեսնելու հայ ֆուտբոլիստերին մրցակից տեսնելու է թե չի տեսնելու, սրանք հարցեր են, որոնց պատասխանը կստանանք խաղի ժամանակ, բայց Բուդուչնոստը այն հավակնությունները վստահ եմ չունի, ինչ նոան։ Դե մարզիչն էլ է խոսել Բուդուչնոստի այս դիմակայության ֆավորիտ նոայի ֆավորիտ լինելու մասին եւ եթե մրցակիցն այդպես ասում է, իսկ այդպիսի դեպքեր շատ չեն լինում, ուրեմն ամեն դեպքում նա ֆավորիտի կարգավիճակ ունի եւ այնտեղ եւս գիտակցում են Մապովյանում խաղալը շատ բարդ է լինելու եղանակային պայմաններից ելնելով, բայց այնպես չէ որ Չեռնոգորիայում տենց զով եղանակ է այս։ Հուլիսի 8-ին առաջին հանդիպումը Աբովյանում է, ինչպես էս գնահատում առաջին հանդիպում տանը անցկացնելու տարբերակը, ես կարծում եմ, որ այս իրավիճակում շատ լավ։ Շատ լավ է, որովհետեւ եթե ֆավորիտ ես, տնային խաղում կարող ես լավ առավելություն ստեղծել եւ հետո ավարտին։ Նախորդ տարի Նոայի համար շատ կարևոր էր Աբովյանում խաղալը, չգիտեմ միգուցե սա սնահավատություն է, բայց Նոան շատ լավ էր խաղում սեփական հարկի տակ, միայն հաղթում էր, գնդակ բաց չէր թողնում եւ գնում էր դրսում ցանկալի արդյունքի հասնում էր միայն որակարման փլեյոֆում այնտեղ խնդիրներ ունեցավ եւ Այասը կարողացավ փրկել իր գոլով նոային դուրս բերել լիգայի փուլ այնպես որ այդ տեսանկյունից գոնե եւ մեկնարկի համար գոնե կարեւոր է որ նոան խաղում է սեփական հարկի տակ։ Փյունիկի մասին խոսենք, Սան Մարինոյի Տրեֆիորի ակումբն է մրցակիցը մինչև հիմա կարծում եմ ընդունված է լուրջ չընդունել, հա, Սան Մարինոյի թե հավաքականին, թե ակումբներին, թեև հավաքականը վերջերս ինչ-որ պատմական արդյունքներ է իր համար գրանցում, բայց ակումբը Փյունիկի հետ դիմակայությունում երևի զրոյական, հա, շանսերը։ Դու երևի չէ, կարծում եմ զրոյական, որքան էլ Փյունիկը լավ հատված չանցկացրեց ավարտված մրցաշրջանում Հայաստանի, բայց կարգով բարձր է հնարավորություններով եւ վստահաբար ես մի քանի դրվագ նայեցի այդ թիմի խաղերի տեսություններից եւ վստահ եմ որ Փյունիկը շատ հանգիստ Փյունիկը պահպանեց ամենակարևորը իր գլխավոր մարզչի Եղիշե Մելիքյանը շարունակում է թիմը գլխավորել եւ արդեն բավականին եւ մեծ եվրագավաթային փորձով եւ նման թիմերի շրջանցելը կարծում եմ ինչ-որ մարզումային գործընթացի մի մաս պետք է լինի, հետո ինչ կլինի, հետո ճանապարհը ավելի բարդ է լինելու, հուսանք որ Փյունիկը ավելի երկար ճանապարհ կանցնի, քան անցած տարի կան համալրումներ, այդ թվում հայ ֆուտբոլիստներ բավականին շատ եկան։ Հայ ֆուտբոլիստերի համալրումը հիմնականում կարծում ներքին առողջության հետ է կապված, դրսից ֆուտբոլիստներ են գալիս եւ կան արդեն այսպես ինսայթեր, որ բավականին ուժեղ ֆուտբոլիստներ եւս միանում են ու միանալու են Փյունիկին, այնպես որ պետք է որ ավելի լավ ուժեղ Փյունիկ տեսնենք։ Ինչ հեռանկարներ ունեն Նոան եւ Փյունիկը, ասել են նաեւ մեր փորձագետները, լսենք։ Նոան իր ուժերով գերազանցում է մրցակցին եւ ուղղակի պարտավոր է անցնել առաջին փուլը։ Բուդուչնոստը իշքանել որ Չեռնոգորիայի չեմպիոնն է, բայց այս առաջնության մակարդակը համեմատաբար ավելի ցածր է։ Սան Մարինոն ներկայացնող թիմը բնականաբար մակարդակով շատ թույլ է։ Այնպես որ իշքանել որ Փյունիկում անցումային ժամանակահատվածը պետք է Մելիքյանի թիմը հաղթի մրցակցին։ Փյունիկի եւ Նոայի շանսերը բավականին տարբեր են։ Ճիշտ է, Նոայում բավականին լուրջ փոփոխություն է տեղ ունեցել, ես գլխավոր մարզչի փոփոխությունը նման ձեր անկնահատում, Փյունիկում մնացել է Եղիշե Մելիքյանը, բայց գազմի ընտրության հարցով հիմա Նոան եւ ինչպես նախորդ մրցաշրջանում բավականին ակտիվ է։ Տրանսֆերային շուկան, նոր խաղացողներ կան, տեխնում մյուս խաղացողները նախկինում ովքեր մնացել են մեկ տարած խաղ արդեն տեսել եք, Նոան
պետք է որ անհամեմատ ավելի լավ հանդես գա։ Հիմա դժվար ասել թե Փյունիկը ինչ ձև կարող է հանդես գալ, որովհետև ես համոզված եմ, որ Եղիշե Մելիքյանն էլ թիմի ղեկավարությունն էլ փնտրտուքների մեջ են կախված խաղացողների հետ, կան որոշակի արդեն փոփոխություններ նոր խաղացողների կազմով, բայց այս բարդությամբ քանի որ դեռևս չենք տեսել այն նոր մոտեցումները նոր խաղացողների, ապա դժվար է ասել թե Փյունիկում ինչ տեղի կունենա։ Նոայի համար առաջին փուլի վիճակահանությունը բավականին բարեհաջող էր եւ այս մրցաշրջանում սպասում ենք, որ մեկ քայլ առաջ կկատարի թիմը։ Իհարկե, ինչպես իրենք են նշել, գլխավոր նպատակը հեռանկարում Չեմպիոնների լիգայում հայտնվելն է, բայց այս մրցաշրջանում ցանկալի կլիներ գոնե Եվրոպա լիգայում խաղային կամ կոնֆերենցիաների լիգայում հայտնվեին փլեյոֆում։ Ես դա կհամարեի մեծ առաջընթաց եւ հետագա տարիների համար 5 Փյունիկը չնայած փոփոխությունների ենթարկվել է, բայց գլխավոր մարզիչը նույնն է մնացել։ Ինձ թվում է առնվազն 2 փուլ թիմը կարող է անցնել, հաշվի առնելով նախորդ տարիների փորձը եւ եվրագավաթներում ընդհանուր գրեթե միշտ լավ խաղալը։ Ռաունդ երկրորդ հայկական ֆուտբոլային ակումբների հեռանկարները Եվրագավաթներում, Ուրարտու եւ Արարատ Արմենիա։ Հայաստանը եւս 2 ներկայացուցիչ հանդես կգա կոնֆերենցիաների լիգայի խաղարկությունում, Ուրարտուն պայքարը կսկսի որակավորման առաջին փուլից, Բելարուսի Նեմանն է մրցակիցը, իսկ Արարատ Արմենիան սկսելու է որակավորման երկրորդ փուլից, ու միանգամից բավականին ուժեղ մրցակից է բաժին հասել ռումինական Կլուժը, Ունիվերսիտատիա Կլուժ, ավելի այսպես ամբողջական անվանումը, եթե ցանկանում եք, Արարատ Արմենիայի վիճակը այս պահին այնքան անհասկանալի է, որ մենք դրա մասին խոսենք իհարկե գործընկերոջս հետ, չենք կարող ասել ինչ կլինի հուլիսի 24-ին, բավականին երկար ժամանակ կա, իսկ Ուրարտուն մեր այն թիմերից, որոնք առաջին փուլից են սկսում, միգուցե ամենաբարդ մրցակցին է ստացել, սա իհարկե վիճելի կարծիք է եւ հիմա հասկանանք Կներես, գիտես ինչից կուզեի սկսել, տարիներ առաջ, երբ գալիս էր Եվրագավաթային շրջանը, ամառվա այս հատվածը, մենք անընդհատ կանգնում էինք նույն խնդրի առաջ, մարզիչներ էին հեռանում, թիմերի կազմերը ամբողջովին փոխվում էին, չկա տպավորություն, որ չեմ ասի, որ այդ վատ օրերը հետ են եկել, բայց հիմա այդպիսի պատկեր կա, որովհետև Արարատ Արմենիայում չգիտենք ինչ իրավիճակ է, Ուրարտուում դե մարզչական փոփոխություն է եղել, դեռ չգիտենք ինչ է լինելու, նույնը կարող ենք ասել նաև մի փոքր վերապահումով Փյունիկի մասին, որովհետև հստակություն որպես այդպեսին շատ լուրջ չկա, միակ հստակությունը Նոայում է, բայց այնտեղ էլ մարզչական փոփոխություն եղավ։ Ու հիմա խոսում ենք 2 թիմի հնարավորությունների մասին, ու չգիտենք իրականում այդ թիմերում ինչ է լինելու, հնարավորությունները որքան վերացական ինչ-որ խոսակցություն պետք է լինի, այո։ Ու այս ամենը այն ֆոնին, որ 3 տարի անընդմեջ մեր ակումբները խաղում են Եվրագավաթի հիմնական փուլում, լիգայի փուլում կամ նախկինում խմբային փուլում, կարծես թե որոշակի կայունություն կար եւ մենք սկսում ենք մտածել ավելի մասին, ու նորից այդ կոտրած տաշտակը մարզիչներ են փոխվում, անհասկանալի իրավիճակ, իհարկե այս թեմայի շուրջ մենք հաջորդ ռաունդում ավելի մանրամասն կխոսենք, սա մի այլ թեմա է, հիմա Ուրարտուն Նեման դիմակայության մասին, Ուրարտուն եւս սկսում է տանը եւ Ուրարտուն սկսում է նոր գլխավոր մարզչով։ Նոր գլխավոր մարզիչ, նոր հին գլխավոր, այո, Ռոբերտ Արզումանյանի հետ։ Ռոբերտ Արզումանյանի եւ Արաս Օզբիլիսի հետ։ Սա էլ շեշտ է։ Այո, իհարկե, ամենապարզ միտքը, որ կարելի է այս դիմակայության մասին ասել, տեխնիկապես ավելի լավ պատրաստ է մեր թիմը, ֆիզիկապես մրցակից։ Եթե վերջին տարիներին ես Ուրարտուին ֆավորիտ չէի համարում Եվրագավաթային խաղերում եւ փորձը ցույց էր տալիս, որ հենց այդպես է, չնայած շատ մոտ են եղել Ուրարտուի ֆուտբոլիստները հաջորդ փուլ դուրս գալուն, լավ ֆուտբոլով, նաեւ բայց անհասկանալի բաստողած գոլերով, ապա այստեղ որքան էլ բարդ է միգուցե պատկերացնելը, բայց կարծում եմ Ուրարտուն շրջանցի Նեմանին ես անկեղծ Ռոբերտ Արզումանյանին շատ բարդ էլ չէ պատկերացնելը, դա պատկերացնել ամենայն դեպս կարող ենք։ Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, լավ, այսպես ձևակերպեմ։ Ռոբերտ Արզումանյանին իրոք հավատում եմ, որովհետև նրա գլխավորությամբ Ուրարտու լավ ֆուտբոլ էր խաղում, եթե կհիշես առաջնությունում մրցանակային տեղ գրավեցին Գավաթի խաղարկության եզրափակիչ ասան ու իր ստեղծած թիմով Գունկոն եկավ եւ կարելի ասել ինչ որտեղ իհարկե ավելացրեց մի փոքր եւ դարձրեց չեմպիոն Հայաստանի։ Իսկ հիմա հակառակը կա։
Այսինքն նա էլ հիմք ունի, թե շատ կարծում եմ ունի, որովհետև Գունկոն հարկադրաբար չհեռացավ կամ չհեռացրին Գունկոին, որովհետև Ուրարտուն համեմատաբար ավելի լավ ֆուտբոլ էր խաղում առաջին երկրորդ հատվածում եւ վատ թիմ չի թողել։ Վերջո չեմպիոն ու գավաթակիր դարձած թիմ է թողնում։ Ոչ վերջին մրցաշրջանում, բայց ամեն դեպքում այդ երկրանքը զգացած ֆուտբոլիստներ են նաեւ։ Այստեղ խնդիրն այն է, որ պետք է հասկանալ Արզումանյանը շարունակելու է հավատարիմ մնալ իր քաղաքականությանը երիտասարդ հայերին վստահել, հայ ֆուտբոլիստներին շատ վստահել, թե ակումբի ղեկավարության կողմից ճնշում կլինի եւ նորից լեգիոներներով, ֆուտբոլիստներով։ Ակումբի ղեկավարության քաղաքականությունն է հենց երիտասարդ հայ ֆուտբոլիստների այդ դեպքում ինչու է Գունկոն ավելի շատ Ջևան Չելանցը շատ է այդ մասին խոսում, որքան շատ է տեղ տալիս հայ ֆուտբոլիստերին, որքան են հպարտանում, որ նրանք կարողանում են ակադեմիայից հասնել առաջին թիմ եւ այդքանից հետո եվրագավաթներում նորից ապավինել միայն լեգիոնականներին, կարծում եմ։ Արի նայենք Ուրարտուի խաղերի մեծամասնությունը եւ տեսնենք օրինակ կասեն Պուսկո լավ պաշտպան է եւ Ծիխին լավ պաշտպան է, նրանց են խաղացնում Էրիկ Փիլոյան, Էրիկ Սիմոնյան ֆուտբոլիստներ, որոնք չէին խաղում Արման Ղազարյանին տվեցին Ալաշկերտին, որը չխաղաց ընդհանրապես ունենալով լավ պաշտպաններ, այո պետք է նրանց վրա աշխատել, ոչ ոք չի ասել որ նրանք կայացած հավաքականի համար պատրաստ պաշտպաններ են, բայց նրանց ունենալ եւ չխաղացնել ռուսներին, չեմ ասում վատն են այդ ռուսները, բայց այդտեղ արդեն ինչ որ մտքերի հակադրում է առաջանում, այդ դեպքում եթե հայերով ես ուզում խաղալ, ինչու ես բերում այդքան ռուս ֆուտբոլիստի եւ ոչ շատ ուժեղ այլ հակնհայտ եթե նրանք արդյունք ապահովեին Ուրարտուն շատ լավ ճանապարհ անցներ եվրագավաթներում եւ դա լիներ արդարացված, բայց եթե պարտվում են այդ լեգիոնականները, կոնկրետ այս դեպքում հիմնականում ռուս ֆուտբոլիստները, այո, ինչու չտալ հնարավորություն հայ ֆուտբոլիստներին, բայց Նեմանը ինչով է հետաքրքիր, նախ Բելարուսի չեմպիոն երբեք չի դարձել այս թիմը։ Լավ այնպես էլ չէ, որ այդ 2-3 թիմերից մեկն է այս մրցաշրջանում չի ունեցել նման հաջողություն եւ խաղալ ավելի մանևրող ֆուտբոլ, եթե Ռոբերտ Արզումանյանը կկարողանա դա ապահովել, կարծում կարող է հաջողություն ապահովել, որովհետեւ մի օրինակ են, մի տեսակ բելարուսական ոչ թոփ թիմեր, ժամանակին բատ են, հասկանալի է ինչ մակարդակի թիմեր, տարբերվում էր, բայց հիմա Նեմանը խաղում է շատ ուղիղ ֆուտբոլ իր հստակ փիլիսոփայությամբ, փորձելով մրցակցին գերազանցել ֆիզիկապես։ Եվ եթե կարողանա Արզումանյանը գտնել դրա հակախաղը, այո, ես կարծում եմ Նեմանի արգելքը հաղթահարել շատ էլ հնարավոր է, թեև ընդունում եմ, որ որակարման առաջին փուլում ամենաշատ խնդիրները հենց Ուրարտուն կարող են։ Բելարուսում էլ վերջին շրջանում շատ մեծ ուշադրություն են դարձնում ֆուտբոլին, չնայած բելարուսական թիմերը եվրագավաթներից կտրված էին ինչ-որ շրջանում ու հիմա ուզում են զարգացնել ֆուտբոլը, նոր ազգային ստադիոն կառուցեցին այնտեղ եւ բավականին մեծ ուշադրություն են դարձնում ֆուտբոլին, փորձում են զարգացնել։ Բայց իհարկե սա նոր է եւ Նեմանի վրա ազդել ոչ մի կերպ չի կարող, ու քանի որ առաջին թիմերից էլ չէ, այնպես որ կարծում եմ Ուրարտուն ամեն դեպքում ֆավորիտ է եւ կշրջանցի Նեմանին։ Կարծում եմ հասունացել է, հա, հիմա էլ այն պահը, որ մտածենք 4 թիմի մասին, որակարման երկրորդ փուլում, այո, թեպետ արատ Արմենիան սկսում է հենց երկրորդ փուլից ու հիմա մեր այս թիմի մասին բարդ է, իսկապես այս պահի բարդ է ինչ-որ բան ասել։ Հրավիրում է լավ ուժեղ ֆուտբոլիստների, հիմնականում դե հասկանալի է մարզիչը Պորտուգալիայից է եւ պորտուգալացիներ են գալիս կամ պորտուգալախոսներ են գալիս, դա էլ է մի կողմից օգուտ թիմին, երբ թիմում խոսեն մեկ լեզվով, իհարկե չեն կարող այնտեղ մեկ լեզվով խոսել, այդ լեզուն հայերենը լիներ իհարկե, բայց հասկանալի է, որ նման բաներ լինում են։ Եվ հաշվի առնելով մրցակցին, իհարկե FCSB-ն չի, ՉՖՌ Կլուժը չէ, Ունիվերսիտատեա Կլուժն է, որտեղ խաղում էր նաև Արթուր Միրանյանը, բայց լուծեց պայմանագիրը եւ հեռացավ։ Ամենաուժեղ ռումինական թիմը չէ, ամենաուժեղներից մեկն էլ չէ, որպես այդպեսին 2-3-ից մեկն էլ չէ։ Ու ես կարծում եմ, որ Արարատ Արմենիան, եթե լիներ Վարդան Մինասյանի այն Արարատ Արմենիան, ես ֆավորիտի կարգավիճակ կտայի, բայց հիմա քանի որ շատ փակ, այսպես ընկույզ է, դժվար է ասել մեջն ինչ է,
Դրա համար դժվարանա։ Այո, նորից կարծում եմ շատ կարևոր է հեռուստադիտողների համար շեշտել, որ տարբեր են, սա այն կլուժը չէ, որին ժամանակին տեսնում եք Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, ՉՖՌ կլուժը չէ եւ այս թիմը այդքան մեծ ներուժ չունի, որքան անվանակիցը։ Դրա համար Արարատ Արմենյան այստեղ ավելի շատ Արարատ Արմենյան ինքը իր հետ պետք է պայքարի, ինքը հասկանա ինչ թիմ կարողացավ կարճ ժամանակում ձևավորել եւ արդյոք այդ թիմը կարող է հեռու գնացող նպատակներ ունենալ։ Այստեղ մի բացասական կետ էլ կա, որ մարզիչը նոր է, նոր կառուցվող թիմ է եւ չեմ ուզում ասել հետագայում, որ որպես արդարացում կարող են ասել դե նոր էր, մենք թիմ կառուցելու ճանապարհին ենք, բայց այդպիսի մի բան կարող է լինել, եթե հանկարծ Զախովի Արարատ Արմենյան կասեն դե իրականում կարող են ասել նոր թիմ է, լրիվ նոր ֆուտբոլիստներով, լրիվ չէ, բայց հիմնական կազմը փոխվում է եւ նոր մարզչով կարող են ասել դե մենք թիմ ենք կառուցում եւ ժամանակի ընթացքում ավելի լավը կդառնանք։ -1 հայ ֆուտբոլիստ Արարատ Արմենյան Հովհաննես Հարությունյանը գնաց առաջատարներից մեկը ստայնվորելի ֆուտբոլիստներ կլինեն, չնայած եկող ֆուտբոլիստներ էլ կային, ԲԿՄ-ից Արայիկ Էլոյանը վերադարձավ, Արմանը Ներսեսյան, բայց իհարկե նրանք այս պահին չեմ կարծում, որ Արմանը Ներսեսյան այո, կարող է փորձել պայքարել, Էլոյանը կարող է փոխարինման դուրս գալ, բայց մեկնարկային կազմում չեմ կարծում, որ այս պահին կտեսնենք։ Արարատ Արմենյան երևի ընդգծվում է հստակ, որ կորիզը լեգիոնականներից է կազմված լինելու եւ ինչ կտա դա։ Մեր փորձագետները այս մասին եւս կարծիք հայտնել են Արարատ Արմենիա եւ Ուրարտու ուր կարող են նրանք հասնել։ Նեյմանը Բելարուսի փոխ-չեմպիոնն է եւ գավաթակիրը, բայց միևնույն է, ես կարծում եմ, եթե Ուրարտուն մնա մոտավորապես այն մակարդակին, ինչ եղել է առաջնության ընթացքում, այս դիմակայությունում որոշակի ֆավորիտ է, ես 60% կգնահատեի Ուրարտուի հաջորդ փուլ անցնելու շանսերը։ Արարատ Արմենիայի դեպքում հարցականները շատ են, որովհետև թիմում շատ մեծ փոփոխություններ են եւ չգիտենք նոր մարշական կազմը ինչ աշխատանք կհասցնի տանել, սովորաբար վերջին տարիներին Արարատ Արմենիան ուժեղ է հանդես գալիս Եվրագավաթներում, կարողանում է իր ամբողջ պոտենցիալը ցուցադրել ու այս դեպքում էլ կարծում եմ պետք է իր մաքսիմումով խաղա, որպեսզի կարողանա մրցակցին անցնել։ Մեր բոլոր թիմերից ամենաուժեղ մրցակիցը Արարատ Արմենիային է բաժին հասել։ Ուրարտու Արարատ Արմենիա այստեղ նույնպես մարշական փոփոխություն է տեղ ունեցել, մարշական փոփոխությունը շատ կարևոր նշանակություն ունի։ Փոխում է մարզիչը, փոխում է թիմի խաղը, փոխում են խաղային որակները եւ յուրաքանչյուր մարզիչ արդեն նախընտրում է իր խաղը ցուցադրել։ Ես շատ ուրախ եմ, որ Ուրարտուն գլխավորել է Ռոբերտ Արզումանյանը, ասեմ թե ինչի, որտեղ ես ինչքան որ հիշում եմ, նա եւ գլխավորում էր Ուրարտուն ժամանակահատվածում բավականին լավ կարողանում էր իր խաղային ծրագրի մեջ գտնել հայ խաղացողներին, որոնք հետագայում արդեն կարողանում էին ինչ-որ հավաքականներում ընդգրկվել։ Դա շատ կարճ ժամանակ է մնում թիմը կոմպլեկտավորել ու արդեն նախապատրաստել եվրոպական հանդիպումներում, հավատացեք, այդ մի ամիսը շատ կարճ ժամանակ է։ Հիմա ամեն ինչ կգա այնտեղից, թե Ռոբերտը ինչպես կկարողանա այդ ամեն ինչը արագ կատարել։ Արարատ Արմենիայում այստեղ բավականին լուրջ փոփոխություններ են։ Հիմա հայ մարզիչը գնաց, եկավ պորտուգալացին ու պորտուգալացին հիմա հիմնականում հենց պորտուգալացի խաղացողներ է բերում կամ լատին ամերիկացի Բրազիլիայից են արդեն խաղացողներ բերել։ Դժվար է ասել թե թիմը ինչ տեսքով կներկայանա։ Չեմ կարող ուղղակի հիմա կանխագուշակել, հիմնականում միշտ հուսով ենք լինում, որ պետք է որ լավ լինի։ Արարատ Արմենիային բաժին հասավ ամենաբարդ մրցակիցը Ունիվերսիտատիա Կլուժը, որը Ռումինիա առաջնում չեմպիոնության համար էր պայքարում, վերջում նահանջեց 4-րդ տեղ, բայց նրանք բոլորից երկար ժամանակ ունեն պատրաստվելու համար, որովհետև դեռ 1 ամիս կա եւ նոր մարզիչն էլ այսպես հանելուկ է եւ մեզ համար եւ մրցակցի համար։ Ուրարտում եւս կա մարզչական փոփոխություն, Ուրարտուն հուսով եմ 1 փուլ կանցնի եւ Նեմանի արգելքը հաղթահարելը իրատեսական է։ Իրենք էլ շատ բան են ապացուցելու, որովհետեւ գրեթե միշտ Ուրարտուն անհաջող է խաղացել Եվրագավաթներում, հիմա կա հնարավորություն հակառակը ապացուցելու բոլորին։ Ռաունդ 3. Կարող է արդյոք մեր թիմերի ընդհանրյալ հաջող մասնակցությունը Եվրագավաթներին քողարկել Հայաստանի ակումբային ֆուտբոլի ծանր վիճակը։
Վերջին տարիներին հայկական թիմերը հաջող ելույթներ են ունենում Եվրագավաթներում, բայց դա ոչ մի կերպ չի քողարկում Հայաստանի առաջնության խնդիրները։ Մեր թիմերը գալիս հասնում են ինչ-որ կետի, իհարկե ոչ բոլոր թիմերը, որոշ թիմեր գալիս հասնում են ինչ-որ կետի եւ որոշում են շարունակել գործունեությունը կամ բավականին լուրջ խնդիրների առաջ են կանգնում, ֆուտբոլիստները աշխատավարձեր չեն ստանում, որոշում են դաշտ դուրս չգալ կամ շատ թույլ են լինում եւ մրցակցություն չեն կարողանում ապահովել գոնե top 5 թիմերի համար։ Դժվար է ասել այս իրավիճակում արժե այդպիսի թիմերով առաջնություն ունենալ 10-11 թիմով, թե ավելի լավ է ունենալ օրինակ 8 թիմով առաջնություն, որտեղ հստակ կլինի յուրաքանչյուր թիմ կունենա իր նպատակը, իր անելիքը եւ յուրաքանչյուր թիմ կլինի մրցունակ։ Նախ ֆիքսենք մի դաժան իրականություն, այն որ Եվրագավաթներում խաղան այս 4 ակումբները պարզեր առաջին իսկ տուրից առաջնության։ Կարծում եմ մի փոքր վիճում էին երևի Վանի մասով մենք չէինք սպասում, որ այդքան հաջող ելույթ կունենա եւ ինչ որ պահի նույնիսկ մենք քննարկեցինք այդ թեման, շրջանցի Վանը Փյունիկին թե ոչ, արդյունքում չշրջանցեց, թեև հենց Փյունիկի հետ խաղերում էլ վատ հանդես չեկավ, բայց եղավ այն ինչ սպասվում էր 4 թիմերը, որոնք ֆավորիտ էին խաղում։ Դա ամենավատ բանն է, եթե առաջնության սկզբում կարողանում ես այսինքն ինտրիգ շատ փոքրիկ միայն Վանը կարողացավ ապահովել ամբողջ առաջնության ընթացքում, իսկ մնացածը արեցին այն ինչ չարեցին, այն ինչ կարող էին երևի անել կամ պետք է անեին, խաղացին շատ անհասկանալի ֆուտբոլ, անհասկանալի գործունեությամբ շատ ակումբների պարագայում եւ այո, Եվրագավաթներում այդ 4 թիմերի հաջող ելույթները չեն կարող քողարկել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են մեր առաջնությունում։ Ինչ խնդիրներ կան։ Որոշ առումով դու նշեցիր բացման խոսքում, այո, շատ թիմեր նույնիսկ սկսելով առաջնությունը չեն կարողանում ավարտել այդ առաջնությունը, կամ ավարտում են կասկածելի պայմաններում։ Եվ որոշ թիմեր մի քանի անգամ են նման խնդրի բախվում իրենց կարճատև պատմության ընթացքում, ըստ Արմենիայի օրինակը վերցնենք 2 անգամ թիմը բարձրագույն խմբում, ուժեղագույնների խմբում լինելով այսպիսի խնդրի առաջ է կանգնում ու հիմա չգիտենք այդ թիմի հետագա ճակատագիրը։ Մենք ունենք 11 ակումբ, որոնք խաղում են Պրեմիեր լիգայում եւ այդ 11 ակումբներից միայն մեկը հստակ կարող ենք ասել, որ ոչ մի խնդիր չունի եւ գիտի իր առաջիկա անելիքները։ Խոսքը իհարկե Նոայի մասին է։ Մնացած բոլոր թիմերի պարագայում հարցեր ամենայն դեպս կան։ Ուրարտուն ինչ է լինելու ակադեմիայի հետ, արդյոք նախկին բանանցը փորձեր ձեռնարկելու է եւ ակադեմիան վերադարձնելու այդ դեպքում որտեղ է Ուրարտուն խաղալու Նայերի ստադիոնը ձեռք բերեց Ջևանչելյանցը, բայց ոչինչ դեռ արված չէ։ Սա հարցեր են, որոնց պատասխանը ցանկալի է իմանալ։ Արարատ Արմենիայի մասին հիմա բոլորը խոսում են, շատ անհասկանալի է, ինչով այս ամենը կավարտվի։ Արարատ Արմենիայի մասին խոսակցություն կար, որ փորձում են Ավանի ակադեմիայի ինչ-որ մաս ձեռք բերել եւ ունենալ սեփականը։ Այդ գործարքներ կարծես չկայացավ, այո։ Փյունիկի դեպքում Փյունիկը սեփական դաշտ չունի եւ մի փոքրիկ կոնֆլիկտ է լինում խնդիրների առաջ է կանգնում։ Բացի այդ, պարակտում եղավ ակումբում եւ մանկապատանեկան թիմերը մնացին Արթուր Սողոմոնյանի տրամադրության տակ, առաջին թիմը նոր ղեկավարություն ունի։ Վանից բոլորը գնացին Ալաշկերտ, շատ վատ վիճակում։ Վանը իր ամբողջ կազմով, անձնակազմը, մարզիչները, ֆուտբոլիստները տեղափոխվում են Ալաշկերտ, սա ինչ-որ աննախադեպ երևույթ է երևի, թեև մենք Հայաստանում ունեցել ենք Շիրակ Արարատ։ Բայց այնտեղ ֆուտբոլիստները Եվրագավաթների համար եկան հիմնականում, ճիշտ է մեծ մասը մնաց, բայց էլի ֆուտբոլիստներ հետ գնացին, այնտեղ ամեն ինչ կարծես պայմանավորված էր, այստեղ խնդիր եղավ, պարակտում եղավ եւ այն ներդրողը, որը ցանկանում էր անել Վանում ինչ-որ նախագիծ, որոշեց հիմա Ալաշկերտում, որտեղ է խաղալու Ալաշկերտը։ Ներողություն, ընդ որում Ալաշկերտ եկավ նաեւ ղեկավար կազմից ներկայացուցիչ, հիմա նա թե Բագրատ Նավոյանը պետք է ակումբը ղեկավարեն, ոչ ոք սա էլ չի հասկանում։ Վայ Գևորգյանը աշխատել էր Ալաշկերտում եւ հետո գնաց, չգիտեմ, նրանք ունեին կարծես թե պայմանավորվածություն Նավոյանի հետ, որ չպետք է միջամտել, բայց ինչ որ բայ միջամտեց, շատ խառն է ամեն ինչ։ Արարատում կարծես Ալաշկերտը լավ նշեցիր, ովքեր են խաղալու Վանում, այո, Ալաշկերտ գնացին, ովքեր են խաղալու Վանում։ Հայկական թիմերը կարծում եմ փորձ ունեն 10 օրում մի ամբողջ կազմ հավաքելու, երբ Աբրահամ Խաշմայանը հիշում ես եկավ Ալաշկերտ, ասաց, երբ ես եկա Ալաշկերտ, ինձ սպիտակ թուղթ տվեցին 0 ֆուտբոլիստով եւ հավաքեցինք 30 ֆուտբոլիստ մոտավորապես, այնպես որ եթե Վանը շարունակի գործունեությունը կարողանա հավաքել ֆուտբոլիստների, այլ բաներ կասկածելի չէ այդ գործունեությունը։ Ես չգիտեմ ինչի է հավաքնելու այդ թիմը, ուղղակի
Լավ, Արարատը երևի եւս կայուն է, բայց կայուն է, բայց վատ կայուն է, որովհետեւ արդյունք շատ վաղուց չի գրանցում եւ լավ ֆուտբոլիստների է բերում, լավ լեգիոներներ է բերում եւ տալիս է դրսի թիմերին կամ վաճառում է, Լեռնոին չվաճառեց, բայց Գուրին վաճառեց, վատ է, որ չկա առաջատար թիմերի շարքում Արարատը։ Այո, եւ սա առանձին թեմա է, որի մասին շատ է խոսվել, Արարատը հասարակ թիմ չէ, Արարատը պատմություն ու նշանակություն ունեցող է հայկական ֆուտբոլի համար եւ միշտ տեսնել աղյուսակի ստորին հատվածում տղա չէ, իսկապես անկախ նրանից երկրպագում ես այդ թիմին թե ոչ։ Վեստ Արմենյան, առանց այդ էլ ինչ-որ անհասկանալի պայքար էր գոյատևման մղում, հիմա նմանատիպ բան երևս բարձրագույն խմբում, որովհետեւ արդեն դուրս է եկել եւ եթե նույնիսկ որոշեն սկսել առաջին խմբից պետք է սկսել Գանձասարը Գանձասարի հարցն է, Սյունիքը ես ունեմ տեղեկություն, որ որոշումը հստակ կայացված է եւ չի խաղալու Պրեմիեր լիգայում, մնում են առաջին խմբում։ Իսկ դա նշանակում է, որ պետք է մնա Գանձասարը, եթե պահում են քանակը թիմերի այսքան։ Նաև գիտեմ, որ ֆուտբոլի ֆեդերացիան ցանկություն ունի զույգ թվով թիմեր պահել Պրեմիեր լիգայում։ Ճիշտ է կարծում, որ ամեն տուրում մեկ թիմ խաղված չթողնի։ Հիմա այս ամենից ինչ է ստացվում։ Հիմա հարցադրում արժե այսպիսի Ես առաջություն ունենալ։ կարծում չարժե։ Չարժե, ավելի լավ է ունենանք քիչ թիմ։ Մենք ունեցել ենք փորձ 6 թիմով խաղալու, շատերը քննադատում էին, բայց շատ չոր պայմաններ էին, միայն այդ 6 թիմն էին ապահովում ու անհրաժեշտ այդ նվազագույն պայմանները, որ կարողանային խաղալ ուժեղագույնների խմբում, իսկ հիմա շատերին տալիս են արտոնություն եւ դրանից ինչ է ստեղծվում։ Տեսնում ենք ինչ իրավիճակ է ստեղծվում։ Թիմերը սկսում են իրենց գոյատևման համար տարբեր միջոցների դիմել չխոսեցինք, ԲԿՄ-ն դեպ կարծես ամենայն դեպս այս պայդրությամբ դեռ ֆեդերացիայի ԲԿՄ-ի մասով էլ ամենից հստակ չէ, որովհետև եթե գրում է պաշտպանության նախարարության տրամադրության տակ, հետո պետք է հասկանանք այդ թիմը ինչի է հավակնելու։ Ուղղակի մնան ֆուտբոլիստները ծառայության ընթացքում խաղան, արդյունքը կարևոր չէ, ինչը կարծում եմ ամենատրամաբանականն է, թե էլի կտեսնենք ֆուտբոլիստների, այդ թվում լեգիոնականների, որոնք կփորձեն թիմին արդյունք ապահովել։ Հիմնական մասը գնացել է, կարծես թե Արգիշտի Պետրոսյանն է միայն մնացել, տարիքից բարձր, հուսանք այդպես էլ կլինի։ Շիրակում խնդիրներ կան, ակադեմիայի հետ է խնդիրը կապված, այդտեղ եւս որոշակի Շիրակն խոսում է, որ չի խաղալու Պրեմիեր լիգայում, հետո հերքվեց այդ կարծիքը եւ Շիրակը ամեն դեպքում մասնակցելու է։ Արսեն Հովհաննիսյանն, եթե չեմ սխալվում, վերադարձել է խաղամարշի պաշտոն։ Եվ Շիրակը նորից Շիրակը իր նվազագույն արդյունքը կապահովի։ Կարևորը մարզային թիմ ունենք, որովհետև հիմա Գանձասարը մարզային է, բայց խաղում է Երևանում, Սյունիքը խաղում է Կապանում, բայց չի ուզում գալ բարձրագույն խումբ։ Այս ամենի մեջ մի դրական լույս կա, որ հայք թիմ ստեղծվեց նոր Սպիտակում եւ մասնակցելու առաջին խմբի առաջնության եւ կարծես թե Սարդարապատն էլ է արդեն թիմ ստեղծում, որպեսզի մասնակցի առաջին խմբի առաջնությանը։ Որքանով են խորը այս խնդիրները, արդյոք Եվրագավաթային որոշակի աջակցությունները քողարկում են խնդիրները, թե ոչ, ասել են մեր փորձագետները, լսենք նրանց։ Ակումբային ֆուտբոլի վիճակը որևէ երկրում չի կարելի գնահատել միայն ամենաուժեղ 4 թիմերի ելույթներով կամ նրանց վիճակով, այլ պետք է ընդհանուր իրավիճակը գնահատել, հատկապես նման դեպքերում հաշվեն առնում օրինակ ինչ վիճակում է առաջին խումբը, իսկ այստեղ մենք ունենք շատ տխուր վիճակ, որովհետև ընդամենը մեկ թիմ երևի առաջին խմբի ակումբներից պատրաստ է պայքարել եւ հանդես գալ բարձրագույն խմբում։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ սա ընդամենը այսպես մի գեղեցիկ ցուցափեղկ է, որ մենք կարող ենք աշխարհում ցույց տալ մեր առաջատար ակումբների տեսքով, բայց դրանք ընդամենը մասնավոր դեպքեր են, իսկ ընդհանուր ակումբային ֆուտբոլում շատ են խնդիրները, նույնիսկ Պրեմիեր լիգայում մենք ունենք ակումբներ, որ այսօրվա դրությամբ վստահ չեն իրենք խաղալու են մյուս մրցաշրջանում, թե չէ։ Միայն Եվրոկավատներում հաջող ելույթները կարող են կոծկել այդ մեր առաջնության մի փոքր վատ հնչեղություն է, հնարավոր որ մեր առաջնությունը այնքան ուժեղ չէ, բայց դա իրականություն է։ Եթե եվրոպական գավաթներում հայկական թիմերը կարողանան շարժվել ինչքան որ հնարավոր է առաջ, բանկասկաս արդեն Եվրոպան այլ կնայի, եթե թիմ կա, որ Հայաստանի Պրեմիեր լիգայից շարժվում է առաջ ու խաղում է եվրոպական միջին ու բարձր ակումբների հետ խաղում է հավասարը պես կամ հաղթում է կամ չի պարտվում, ապա երբ այդ առաջնությունը կարելի է արդեն ինչ-որտեղ այլ տեսանկյունից նայել, միանշանակ եվրոպական գավաթներում հաջող ելույթները մեր առաջնության վրա ինչ-որ գեղեցիկ միաճտրիղ կավելացնեն։ Նշանակ կարող է ավելի դրական ազդեցություն ունենալ, ընդհանրապես պետք է այս տեմպը պահել, այս մի քանի թիմերը, որ
ոչ թե 1 փուլ անցնեն, այլ 2-3 փուլ, եւ մենք տեսնում ենք, որ կամ մոտ են լինում դրան վերջին տարիներին ուժեղ մրցակիցների դեմ, կամ անցնում են։ Ես համաձայն չեմ, թե Հայաստանի առաջնությունում առաջընթաց չկա։ Իհարկե կան խնդիրներ, որ նույնն են մնում, ենթակառուցվածքներ եւ այլն, բայց Եվրոգավաթներում վերջին տարիներին ընդհանուր կայուն լավ են հանդես գալիս բոլոր թիմերն էլ եւ դա կապված չէ միայն կոնֆերենցիաների լիգայի հայտնվելու հետ առողջությունում այդ վերևի հնգյակի թիմերի միջև պայքարը ԲԿՄ-ն նրանց հետ, այսինքն այդ առումով դրական բաներ կան, որոնց վրա կարելի է այսպես կառուցել եւ շարժվել առաջ։ Սա Սպորտինգի այս եթերաշրջանի վերջին թողարկումն է, շնորհակալություն, որ այս ամբողջ ընթացքում մեզ հետ էիք, կհանդիպենք առաջին ալիքի եթերում։ Հայկական թիմերին հաջողություն Եվրագավաթներում եւ մենք դեռ անպայման կհանդիպենք։ Ladies and gentlemen, welcome to the event of the evening. In the red corner, we have the football analyst with sharp insights and expert analysis, Edward Kalantarian. And in the blue corner, please welcome the brilliant and passionate football expert, Armand